Այն ինչ որ տեսնում եք հիմա քարտեզին, մենք շատ արագ փորձեցինք ցուցադրել մոտավորապես, որովհետև կա դեղին զոնա, չէ, կարմիր, դեղին եւ կանաչ զոնաներ, որտեղ վերականգնումը արձագանքումը ոնց պիտի անենք, չէ, պատրաստվածության համար մենք պիտի նախապես գծագրված, նշագրված ունենանք ամեն ինչ, ինչ որ վտանգ եւ ռիսկ պարունակում։ Տավուշ Մեծյան մշակել է խոցելիության գնահատման, ճգնաժամային հաղորդակցության ու հանրային իրազեկման պլան, որը նպատակ ունի հզորացնել տեղեկատվական անվտանգությունը, բացառել կեղծ ու սուտ լուրերի, ինչպես նաև խուճապի տարածումը, նպաստել ճշգրիտ եւ օպերատիվ ճգնաժամային հաղորդակցությանը, ամրապնդել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների եւ բիզնեսների հետ սահմանամերձ մարզային մեդիայի համագործակցությունն արտակարգ իրավիճակներից առաջ, դրանց ժամանակ ու դրանցից հետո։ Մարտի 11-ին Իջևանում ներկայացվեց ճգնաժամային հաղորդակցության ու հանրային իրազեկման պլան նախագիծը։ Բացման խոսքով հանդես եկավ ճգնաժամային հաղորդակցության ու տեղեկատվության կառավարման միջազգային փորձագետ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը։ Բոլորիդ հիշողության մեջ թարմ է այն լարվածությունը, որ մեր մոտ առաջացավ սահմանազատում երևույթի հետ կապված, վերջին աղետը ջրածածկումների, որը շատ թերություններ բացահայտեց, եւ մենք փորձելու ենք եւ մեր հեռուստատեսությունը այդ ուղղությամբ բավական մեծ աշխատանք տարավ, որտեղ մեր կարևորագույն նպատակն է համագործակցության այդ կամուրջները կառուցել, քանի որ մենք ունենք այդ միջազգային փորձը, որ ես որպես ասենք ճգնաժամային հաղորդակցության ու տեղեկատվության կառավարման միջազգային փորձագետ եւ մարդ, ով ստեղծել է մեր երկրի եւ ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը եւ արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաեւ մասնակցություն ունեցել ակտիվ ՏՆ լրատվական կենտրոնի ձևավորմանը, ինչպես նաեւ համագործակցելով Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի հետ մոտ 10 տարվա համագործակցության արդյունքում մենք կարողացանք ձևավորել տեղեկատվական միասնական միջգերատեսչական կենտրոնը։ Եվ հիմա այս մեր բոլոր արտակարգ իրավիճակների հետ կապված մեր մեդիան միշտ էլ խնդիր է ունեցել ինչպես լուսաբանել, ինչպես կանգնել պետության կողքին, ինչպես օգնել բնակչությանը, ինչպես գտնել համագործակցության եզրեր եւ գլխավոր խնդիրները մշակենք նաեւ մեր խոցելիության պլանը, ինչպես են գործելու, եթե չունենք ինտերնետ, ֆիզիկական անվտանգություն, ենթարկվել ենք հարձակման կամ ռմբակոծման եւ այս հարցով առաջին անգամ չէ որ հավաքվում ենք եւ այս հարցերը բազմիցս քննարկել ենք։ Այնուհետև Էրնեստ Խանոմյանը ներկայացրեց ճգնաժամային հաղորդակցության ու հանրային իրազեկման պլանը, նպատակն ու առաքելությունը, բովանդակությունը, պլան նախագծի մշակման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Հանդիպմանը ներկա էին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային ստորաբաժանումները, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրապետության մարզային հեռուստաընկերությունների ղեկավարներ, լրագրողներ, ինչպես նաև երիտասարդներ։ Հանդիպումն ընթացավ տեղեկատվական ուսումնավարժանքի իրականացմամբ, նախապես մշակված ուսումնական սցենարի հիման վրա, ըստ որի սույն թվականի մարտի 1-ին տեղական ժամանակով ժամը 07:45-ին Տավուշի մարզի Իջևան համայնքի ազատամուտ բնակավայրում տեղի է ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Հիպոկենտրոնը գտնվել է 15 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով բնակավայրում ու հարակից տարածքներում արձանագրվել են մի շարք ավերածություններ։ Ուսումնական սցենարի բարդությանը համահունչ կառույցների ներկայացուցիչները քննարկումների արդյունքում ներկայացրին իրենց գործողությունները։ Համայնքային հանձնաժողովները, որի մեջ ընդգրկված է նաև մարզային հանձնաժողովը, իրականացնում է աղետի հետևանքով ֆիզիկական, իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման աշխատանքներ հանրապետական հետագայում հանձնաժողովին ներկայացնելու համար եւ վերջում այդ ամեն ինչից հետո նաեւ իրականացում է պետական կառավարման մարմինների կողմից տարածքային հետաղետային միջոցառումներ, նկատի ունենք վերականգնողական թե ինչ անհրաժեշտ աշխատանքներ են հնարավոր իրականացնել։ Մենք մեր համար քարտեզագրած ձևով գնում ենք ներկայանում ենք պետության կողմից ստեղծված այն կառավարման շտաբում եւ մեր ցույց ենք տալի մեր ռեսուրսները, որ ունենք ԱՏՍ-ներ, որոնք տեսահսկման, տեսանկարման հնարավորություններ ունեն ու կարող ենք ԱՏՍ-ներով մոտենալ եւ տարածքը տեսահսկել։ Ունենք առաջի բուժօգնության պատրաստություն անցած
այսքան անձնակազմ, ունենք նաև կետեր, որտեղ այդ հոսանքի հասանելիություն ու համացանցի հասանելիություն կա, եթե կարիք կա սպուտնիկային կապի նաև հասանելիություն։ Մի խոսքով, այս ունակություններով գնում ներկայանում ենք պետության կողմից հայտարարված ստեղծված շտաբը։ Ճգնաժամային հաղորդակցության ու հանրային իրազեկման պլանի մշակումը քայլ էր ստեղծելու ավելի անվտանգ ու հուսալի տեղեկատվական միջավայր Տավուշի մարզում ճգնաժամային հաղորդակցության ամրապնդման, մեդիայի ազդեցության բարձրացման ու տեղեկատվական անվտանգության ապահովման համար։